Բարև ձեզ, դուք դիտում եք հեռանկարը։ Այս շաբաթ հայ-ադրբեջանական հարաբերություններում միաժամանակ արձանագրվեցին թե հումանիտար, թե քաղաքական կարևոր զարգացումներ։ Մի կողմից 4 մեր հայրենակիցներ վերադարձան գերությունից, մյուս կողմից ակտիվ քննարկումների թեմա դարձավ թրիփի իրագործման շրջանակային փաստաթուղթը, որը ըստ իշխանությունների պետք է նպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը եւ կայունությանը, սակայն ընդդիմախոսների գնահատմամբ պարունակում է ինքնիշխանության եւ անվտանգության հետ կապված լուրջ ռիսկեր։ Այս թեմաներին ենք այսօր հանդրադառնալու Պաշտպան Հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ։ Պարոն Սաֆարյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Հողադարձաբար ես մեր հայրենակիցների գերությունից վերադարձից ինչպես է գնահատում տեղի ունեցածը, այն ավելի շատ հումանիտար թե քաղաքական գործընթաց էր։ Տեսեք, որ եկել տրամաբանական ավարտին է հասցվել, դա սպասելի էր։ Վերջին հաշվով, ինչքան էլ բռնապետ լիներ Ալիևը, սակայն կա միջազգային գործիքակազմ, հուժկու գործիքակազմ, բացի դրանից նաև կան պայմանավորվածություններ, ինչքան էլ ադրբեջանական կողմը խախտում է դա, այնուամենայնիվ գերիների փոխանակման եւ ոչ միայն գերիների, նաև ապաշրջափակման հետ կապված, կարծեք թե Ալիևը ցույց տվեց առաջին, ինչպես ասում են, օլիվ բրանչը, ձիթենու ճյուղը, չէ, որ միջազգային հարաբերություններում օգտագործում է որպես խաղաղության հասնելու կամ նպատակադրվածություն կամ առաջին քայլ։ Ինչ խոսք եւ ողջունելի է եւ ուրախալի է եւ պիտի ասեմ, սա պիտի դառնա նախադեպ ինչպես մյուս գերիներին, այնպես էլ ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի Ռուբեն Վարդանյանին Բաքվի գերությունից կամ պատանդառությունից շոտապույտ կերպով ազատելու համար։ Դե հիմա թե կապում են սիրիական երկու ուրեմն տերորիստների հետ ես պիտի ասեմ, որ ինչ է նշանակում համարժեք չէր։ Նախ նրանք ինչ է, մեզ պետք է լինելու այստեղ, հարց եմ տալիս։ Թե մենք այդքան գումար ունենք, որ նրանց կերակրենք մեր կալանավայրերում, ինչ է նշանակում համարժեք չէ։ Հանցագործներ են, ահաբեկիչներ։ Գիտեք, մեծ հաշվով, եթե գնում է, այսպես ասած, հայլային փոխանակում կամ չգիտեմ, պայմանավորվածություններ կա, ես կարծում եմ այսպիսի մոտեցումները պիտի հետին պլան մղվեր։ Դե Ռամիլ Սաֆարովն էլ էր հանցագործ, երբ որ հանձնվեց 13 թվականին 2013 թվականին Ադրբեջանի իշխանություններին Հունգարիայից, Հայաստանի ղեկավարությունը եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն հոխորտում էին, ինչու նրանք չկարողացան համապատասխան քայլերի դիմեին։ Այնպես որ եկեք այլ խնդիրը դիտարկենք այլ տրամաբանության մեջ, դեպի խաղաղություն գնալու տրամաբանության մեջ եւ պիտի ասեմ սա ամեն դեպքում ինչպես ասացի, որպես ձիթենուճյուղ, որպես ուրեմն բարի տրամադրվածության քայլ, առայժմ այսքանը կարող եմ ասել։ Իսկ ինչ է կարծում, Ադրբեջանը կգնա ընդառաջ քայլի եւ կվերադարձի նաեւ մեր մյուս հայրենակիցներին։ Գալով մյուս գերիներին ես համոզված եմ, որ շուտով նաեւ այլ ուրեմն հարցեր կլուծվեն գերիների վերադարձի ուղղությամբ, բացի ռազմաքաղաքական ուրեմն ղեկավարության Արցախի, որը ես մի քիչ դժվարանում եմ պատասխանելու հստակ, մյուս պարագաներում ես կարծում եմ հեռու չէ այն օրը, երբ որ մենք կտեսնենք նաև գերիների վերադարձը։ Կարծում եմ, որ ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված եւ Հայաստանի ղեկավարությունը եւ միջազգային գործիքակազմը պիտի ավելի հստակ եւ խստապահանջ գտնվեն Ալիևի հանդեպ, որովհետեւ մենք ունենք դրա բոլոր նախադրյալները, վերջին հաշվով ինչքան էլ մենք ասենք պատերազմը պարտվել են կամ ինչքան էլ ասենք սոսկալի է այդ պատերազմը եւ որպես արհավիրք էր մեր համար, բայց ես կարծում եմ, որ մենք պիտի նաև կարողանանք բանակցությունների ընթացքում հասնենք ուրեմն շոշափելի ուրեմն արդյունքի։ Խոսենք թրիփի իրագործման շրջանակային փաստաթղթից, նոր ընկերություն է հիմնվելու, որն էլ ըստ էության կառավարելու է Հայաստանով անցնող Թրամփի ճանապարհը, Թրամփի ուղին։ Շատ խոսվեց այն մասին, որ
բաժնետոմսերի 76%-ը Միացյալ Նահանգներին է տրվելու, միայն 26%-ն է ըստ էության մնալու Հայաստանին, բայց եթե փաստաթղթում ընդգծվում է, ընդդիմախոսներն են այդ մասին ասում, Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ապա ինչպես է ստացվում, որ վերահսկողության ճնշող մասը լինելու է Միացյալ Նահանգներինը։ Դա չի դառնալու փաստացի վերահսկողություն այլ երկրի կողմից։ Դա ես պիտի ձեզ ուրեմն ընդդիմանամ, դա վերահսկողություն չի, խնդիրը գնում է եկամուտներին։ Նախ վարչապետը 3 օր առաջ Մատենադարանում կայացել էր համապարփակ քննարկում, այնուհետև պանելային քննարկում, այնուհետև լիագումար նիստում ելույթ ունեցավ եւ դրա մասին ավետեց։ Ես պիտի ասեմ, որ դա վաղուց սպասված էր հունվարի 13-ի ամերիկյան հանդիպումը Մայքլ Ռուբիոյի եւ Արադ Միրզոյանի միջև եւ ինչքան էլ փորձեն ցեղ շփրտեն, ասեն, որ ամերիկյան կողմը Հայաստանի Հանրապետության արտաքին գործոս նախարարին կանչել է հակաիրանական դաշնակցություն ձևավորելու համար, ես պիտի ասեմ, որ այդպիսի բան չկա, դա զրպարտանք է, դա դեռևս կարծում եմ 1 ամիս առաջ պետք է եղած լիներ այդ հանդիպումը, եւ 74 եւ 26% հարաբերակցությունը վերաբերվում է միայն եկամուտներին, միայն բիզնեսին։ Խնդիրը չի վերաբերում սահմանապահ ծառայության ուրեմն գործառույթից եկած գումարներին, խնդիրը չի վերաբերում անձնագրային ծառայության, հարկային ծառայության, մաքսային ծառայության եկած եկամուտներին, որոնք դա համարվում է Հայաստանի Հանրապետության կամ կառավարության գերատեսչությունների գործառույթից եկած գումարը կամ ասենք այն գործողությունները, որոնք նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Ես պիտի առաջ գնալով ասեմ, որ սա չկա Հայաստանի Հանրապետության գործառույթային որևէ օղակի ֆունկցիաների արտապատվիրակում այլ կազմակերպության, այդպիսի բան չկա։ Այսինքն ասած Հայաստանը իր հողում անելու է այն, ինչ ինքը ցանկանում, ինքը որոշելու է։ Անում է Երևանում։ Օրինակի համար ասեմ, մեր օդանավակայանը Զվարթնոց, որը հանձնված է ավելի քան 25 տարի արգենտինական այդ կազմակերպությանը եւ ընդամենը հանձնված է որպես concession government, արտոնագրային կամ հավատարմագրային կառավարում։ Նույնն էլ հիմա ինչ օդանավակայանում, եթե որևէ մի հանցագործություն է կատարում օդանավակայանի ղեկավարությունը հոդրանով չի զբաղվում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, իրավական մարմինները, մաքսային խախտումների դեպքում մաքսային մարմինները, այնպես որ այստեղով ուրեմն թրիպ ուղին իր մեջ ներառում է ինչպես ուրեմն երկաթգիծը, այնպես էլ հետագայում ներառելու է եւ նավթամուղը, եւ գազամուղը, եւ նաեւ ուղևորափոխադրման այլ ուրեմն ծառայություններ։ Ես պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն օբյեկտները, կառավարության գերատեսչությունները ոչ մի կերպով չեն խոչընդոտվում եւ պիտի ասեմ որ այս ուրեմն արտապատվիրակումը այս ծառայությունների outsourcing-ը կամ X delegation-ը ոչ մի ուրեմն աղերս չունեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սուվերեն պետականության սահմանափակման հետ։ Որևէ սահմանափակում չկա, չի կարող լինել, ընդհակառակը ես պիտի ասեմ, որ սա լուրջ նախադրյալներ է ստեղծում հետագայում բոլոր կապուղիների ապաշրջաբակման, ինչպես ասում են անխոչնդոտ, դա կլինի երկաթգիծը, թե կլինի ուղևորափոխադրումները ցամաքային ուրեմն տրանսպորտով։ Պարոն Սաֆարյան, բայց ընդդիմախոսները նորից շարունակում են պնդել, ասում են այդ տեսակ, ասում ենք Զանգեզուրի միջանցք տրվեց, ձեր մեկնաբանությամբ։ Այո, հիմա նախ Զանգեզուրի միջանցք տերմինը ես լովին բացառում եմ։ Ընդդիմախոսները նաև ասում են, որ կարող էր լինել նաև ավելի լավ տարբերակներ, ասենք ռուսական առաջարկներ, բան առաջ գնալով ասեմ, որ նախ ռուսական երկաթուղին խորը ճգնաժամի մեջ է, նաև հարակովկասյան երկաթուղին, որի մասնաճյուղը համարվում է Հայաստանի երկաթուղին, S1 եւ երկրորդը Հայաստանը առաջարկություններ արել է Ռուսաստանին համատեղ կերպով նաև մաս կազմի որոշակի ծրագրի եւ որոշակի տարածքի, որը կարծեմ մինչև այսօր պատասխան չի եկել։ Իսկ եթե ընդդիմությունը այդպես է ասում, թրիպի հետ կապված, ապա ես պիտի ասեմ, որ շուրջ 10-15 տարի առաջ
700-ից 900 միլիոն դոլար է մսխել օրվա իշխանությունը եւ ընդամենը հարավ-հյուսիսում կառուցել են 2 կիլոմետր ճանապարհ, այն էլ շատ անորակ բետոնով եւ պիտի ասեմ, որ այդպիսի ցեմենտի չափորոշիչ 700 չափորոշիչի ներկայություն Հայաստանում այդպիսի ցեմենտ չկա, դա շատ անորակ է եղել եւ ես պիտի ասեմ, որ ավելի քան 50 մարդ, որը կապ չունի շինարարության եւ ուրեմն ասֆալտապատման աշխատանքների հետ դարձել են միլիոնատերեր դոլարային առումով եւ այստեղ է որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականությունը պիտի շատ ավելի խիստ եւ հետեւողական լինի օրենքի տարին ու ոգուն համապատասխան։ Մի նախադասություն էլ ասեմ, ես համոզված եմ, որ պիտի այդպես լինի, որովհետեւ մոտավորապես գիտեմ, որ շուրջ 1000 հոգի են ներգրաված ապօրինի գույքի ուրեմն ցակման հետ կապված հակակոռուպցիոն ցանկի մեջ եւ դրանք բոլորը պիտի պատասխան տան։ Այնպես որ ընդդիմության այդ ասելիքները դա հերթական զառանցանքն է, բարբաջանքն է, մեղմ եմ ասում, եթե անող էին 700-900 միլիոն դոլարը եւ չինական, եւ հնդկական, եւ իսպանական չմսխեին։ Եվ կարծում եմ բոլորին էլ հայտնի են այդ 50 հոգին։ Պարոն Սաֆարյան, դուք նաև մատնանշեցիք այն մեկնաբանությունները, թե սրանք նաև հակաիրանական գործողություններ կարող են դիտարկվել, նաև Իրանի դեսպանը մտահոգություններ եւ շատ այսպես կոչմեք դեսպանի ջղաձգումները ես չեմ ընդունում։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, ընդ որում ոչ թե ժողովրդավար երկիր է, այլ նախանձախնդիր եւ հետեւողական եւ մարտնչող ժողովրդավարություն կա մեր մոտ։ Ինչ է կարծում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի հանդեպ, կառավարության հանդեպ պակաս ցույցեր են տեղի ունեցել կառավարության արչեւ, նախագահականի արչեւ։ Հայաստանի Հանրապետությունը իր սահմանադրությամբ հռչակված է որպես ժողովրդավար երկիր եւ չի կարող նա թույլ չտալ որևէ ուրեմն խաղաղ ցույցերի։ Ինչ պետք է անի, որ չնեղացնի մեր բարեկամ հարևան Իրանը։ Ես կարծում եմ, նախ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես գտնում եմ, որ աստվածապետական թեոկրատիկ բոլոր երկրները արդեն իրենց դարն ապրել են։ Եթե Իրանը ուզում է ունենալ նոր պետություն, ապա կամ ինչպես որ ասում են, ապագայի նոր ճանապարհ չէ, the way of future, ես կարծում եմ նա չպիտի գնա դարե երրորդ կոդմանոսի ճանապարհով, որը նախ Իսոսի այնուհետև Գագամելայի ճակատամարտում խայտարակ պարտություն կրեց Ալեքսանդր Մակեդոնացուց, կարծեք թե պատմությունը ավելի քան 2500 տարի հետո կրկնվում է 333 եւ 331 թվականներին։ Իրանի պետական establishment-ի պորոտախոսությունները ես չեմ ընդունում, չնայած դա չի թույլ տալիս ասելու, որ Իրանը մեր համար եւ ռազմավարական գործընկեր է եւ բարեկամ երկիր է։ Ինչքան էլ մենք ուրեմն, բայց ինչքան էլ մենք տեսնում ենք, որ այնտեղ կատարվում է հակաժողովրդական գործողություններ խաղաղ ցույցերը ճշելու համար, բայց այդտեղ այլ խնդիր կա։ Ես պիտի ասեմ, որ մեկըտմիշտ Իրանում տեղի ունենալու բարեփոխումներ նոր պետություն ստեղծելու ուղղությամբ, սա մենք պիտի մեկըտմիշտ իմանանք, մեկ այլ բան կա, քարացած ուրեմն անդիմադիր դաշտի ներկայացուցիչները, որոնք իրենց հորջորջում են իրանագետներ, չգիտեմ Իրանի պատմության մասնագետներ, այս ամենը տեսնելով կարծում եմ պետք է մեր ժողովրդի հանդեպ ճիշտ մոտեցում ցուցաբերեն եւ ասեն այն ինչ որ տեղի է ունենում Իրանում եւ որն է դրա հիմքը։ Առաջ անցնելով նորից եմ կրկնում, Իրանում պետք է առաջնակարգ ձևով աստվածապետության կամ թեոկրատիկ իշխանության վերջը տրվի։ 1921 թվականին Մուստաֆա Խեմալը կամ թուրքերի հայրը Աթաթուրքը այդքան բանը հասկանալով սուլթանական միապետությունը վերացրեց եւ ստեղծեց ուրեմն Թուրքիայի Հանրապետություն ջումհուրիետ եւ քանի որ նախքան Թուրքիայի Հանրապետությունը սուլթանի իշխանությունը ուներ ուրեմն երկու մեծ իշխանություն չէ եւ աշխարհիկ իշխանություն եւ ուրեմն թեոկրատիկ իշխանություն
հոգևոր իշխանություն եւ նրանք գնացին այս ճանապարհով կարծում եմ այս նույն բանը վաղ թե ուշ տեղի ունենալու նաեւ Իրանում չի բացառում որ Իրանի դեսպանի ուրեմն ջղաձգումների մեջ լինեն նաեւ ռուսական պետական ականջներ եթե ոչ պետական համենայն դեպս քաղաքական շրջանակների ականջներ որովհետեւ մենք տեսնում ենք մոտեցումները կարծեք թե սա պատահականություն չէ։ Պարոն Սաֆարյան, նաև այսպես անդրադարձակ արդեն Ռուսաստան եւ այլն, այս շաբաթ բավականին շատ քննարկվեց նաև ռուս հաղորդավար լրագրող Սոլովյովի հայտարարությունը, հիշեցնենք, նա ասել էր, որ Ռուսաստանը պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում, անտեսելով միջազգային իրավունքը եւ նա այդ համատեքստում խոսել էր ուղիղ նաև Հայաստանի մասին։ Ինչը կարծում, սա պետք է լուրջ սպառնալիք համարել։ Այո, բայց ես պիտի ասեմ, սա սա արժե համակարգ է, սա մենթալիտետ է։ Հարավային Կովկասում ռուսական քաղաքական գնացքը վաղուց գնացել է։ Հարավային Կովկասում Ռուսաստանը ունի անհետեծությունը եւ դա միայն ու միայն իր մեղքերի շնորհիվ է։ Սալավյովին բոլորս գիտենք ով է, մի խամաճիկ գրպանահատ քաղաքական դաշտում, որպես կամ լրագրող ասեմ, կամ քաղտեխնոլոգ ասեմ, կամ այդ թոք-շոուները, որ անցեք ասնում, չէ, ասել, որ նա ինքնուրույն է դա հայտարարել, ես դա չեմ ընդունում։ Բայց Մարիա Զախարովան ասել է դա լրագրողի կարծիք է, Ռուսաստանի կարծիքը չէ։ Եվ Սոլովյովը, եւ Մարիա Զախարովան, եւ Օվերչուկը, եւ Գալուզինը, այս բոլորը այնպիսի արտահայտություններ են անում, որ կարծեք թե տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ Ռուսաստանը շատ ծանր է տանում Հայաստանի Հանրապետության դիվերսիֆիկացված եւ դիվերսիֆիկացման արտաքին քաղաքականությունը կամ հավասարակշռման եւ հավասարակշռված եւ հավասարակշռման մեր դիվանագիտությունը այդ բան լինել չի կարող, որովհետեւ մենք տեսանք նոյեմբերի 9-ը չպիտի մեզ ուրեմն այսպիսի իրավիճակի մեջ դնեին, իսկ եթե ուզում եք հստակ իմանաք, այո, տրիպի փոխարեն հեճուկս նրանց եւ նրանց սպասարկողների մեր ընդդիմության ես պիտի ասեմ, որ նոյեմբերի 9-ը լուրջ ուրեմն հակասության մեջ էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սուվերենության հետ, այնպես որ հստակ կերպով մենք պիտի ասենք, որ նոյեմբերի մարտ պիտի կույր ըլնի, չտեսնի տրիպի առավելությունները եւ ֆինանսական առումով եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար եւ դա համեմատի փորձի համեմատել անգամ նոյեմբերի 9-ի տղրահարչակ հայտարարության հետ։ Պարոն Սաֆարյան, քանի որ շաբաթն ենք ամփոփում, իսկ վերջին շաբաթներին գիտենք, որ նաև Հայաստանում ակտիվորեն քննարկվում է եւ ուշադրության կենտրոնում է իշխանություններ, հոգեվորականներ, այսպես ասած, առճակատումը, բայց կարծես թե վերջին շրջանում այդ գործընթացը, որը որ հայտարարել է իշխանությունը, այսպես առաջին հայացքից հապաղում է։ Դուք ունեք նման տպավորություն։ Վահագ ջան, ինչքան լավ ասացիր, իշխանություն եւ հոգեվորականներ։ Եթե ասեիր իշխանություն եկեղեցի, ես անպայման ձեզ պիտի ընդդիմախոսեի։ Այո, իշխանություն եւ որոշ հոգեվորականներ, այդ թվում բարձրակարգ հոգեվորականներ, ուրեմն կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ։ Գաղտնիք չի, որ ինչպես կտրիչ Ներսիսյանը, այնպես էլ մեր շատ ուրեմն ընդդիմադիր դաշտի գործիչներ, ես պիտի ասեմ, որ սպասարկում են օտարերկրյա օրակարգ։ Եվ կտրիչ Ներսիսյանը բաց կերպով է սպասարկում իր եղբոր հետ մեկտեղ օտարերկրյա քաղաքական օրակարգ եւ չել թաքցնում դա։ Վերջերս էլ փոխանակ նա մեղա գալու, խավարան գնալու, հոժարական հրաժարական տալու Մասյացոտ ընթեմի առաջնորդ է նշանակում մեկին, որը նաեւ եւս ունի ընտանիք եւ կին։ Ապօրինի կերպով։ Դուք պատկերացնում եք մեր շուրջ 7 տասնյակին հասնող եպիսկոպոսների գրեթե առնվազն 50-60 հոգին ունեն ապօրինի ընտանիքներ։ Քավլիցի։ Այս դերևս մեղադրանքներ են, ինչու է դեպքում իրավիճակը չի հանգուցալուծվում։ Ես դերևս սրան չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դուք լավ գիտեք, ես ինքս
շուտով հրատարակելու են Պոլսո հայոց պատրիարքի Զավեն Սրբազան Տեր-Ղեյանի հուշերը, որը ցեղասպանության տարիներին եղել է Պոլսո պատրիարքը, ես ցույց տամ, թե ինչպիսին պետք է լինի իսկական հոգևորականը։ Ես քանի որ ինքս այս վերջին բանավեճերի հետ կապված սկսած 4-րդ դարից մինչև մեր օրերը ուզում եմ մասնագիտորեն, ուզում եմ խորաթափանց կերպով, փաստահեն տվյալներով ներկայացնեմ ուրեմն մեր եկեղեցու բարենորոգման անհրաժեշտությունը, սկսած Պապ Թագավորից, որին չի հաջողվել, չնայած Քավլիցի ես ոչ կարգալույց անելու մտավախություն ունեմ ինձ, ոչ էլ կուսակրոն քահանա դառնալու ցանկություն ունեմ, ոչ էլ այդպիսի հավակնություն ունեմ, բայց ես պիտի մինչև վերջ գնամ։ Կառավարության ղեկավարը շատ ճիշտ է վարվում, միանշանակ, ես գիտեմ, որ շուտով դա էլ լինելու, բայց ես կառավարության ղեկավարին հորդորում եմ չհապաղել, ցույց չտալ տոլերանտ կամ այսպես ասած indulgent մոտեցում, որտեղ սա կլինի շատ վատ բան, որովհետև մեր եկեղեցու տերերը, մեր եկեղեցին վերենացել մի դավադիր օջախի, որը զբաղվում է հակապետական գործունեությամբ։ Բազմիցս ասել եմ ու կրկնում եմ այդ փաստերը։ Մեր 5-րդ շարասյունը, մեր ընդդիմադիր դաշտը, ճակերտավոր, մեր ուրեմն պաշտոնական տիտղոսավոր title օպոզիցիան սպասարկում է օտարերկրյա օրակարգ եւ որոնցից մեկը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի կոմունակիստները համարում ենք ուրեմն implicit of faith սայդերներ, չէ՞, iron սայդերներ, ինչպես Կրոմվելը, այնպես որ կույր հավատի կոմունակիստները, երկրորդը նախագահի կոմունակիստները կամ ինքը հենց իր գլխավորությամբ ուրեմն սպասարկում են, ցուցաբերում են ռուսական ստրկամտություն, ռուսական նահանգապետությունից այն կողմ բան չեն պատկերացնում, դե իրենք չեն կարող պատկերացնել, որովհետև իրենք տարածաշրջան ասելով հասկանում են Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, իսկ ամենավատը այն է, որ նրանց կառավարման մեթոդները քաղբյուրոյական, պատժիչ եւ ուրեմն անհանդուրժող։ Իսկ երրորդինը բոլորս գիտենք փայ մտնելու եւ քրեոլիգարխիկ կերպով երկիրը կառավարելն է։ Ես ասում եմ, տեսնեիք 3 օր առաջ ականատես լինեիք Մատենադարանում տեղի ունեցած կայացած այդ հանդիպմանը եւ այդ ֆորումին կառավարության ղեկավարի այն մոտեցումները մեզ նետած մարտահրավերների առումով, վաղվա օրվա հետ կապված, դարձյալ նոր քաղաքականության հետ կապված, դարձյալ 2026 թվականի ընտրությունների հետ կապված, այո, վերջացնում եմ, հայբրիդային պատերազմ կասենք, ավելի ճիշտ պիտի ասենք հայբրիդային սպառնալիքներ շարունակվում են, վերջերս էլ ես կարդացի 1 օր առաջ, որ Ռուսաստանը շուրջ 150 թե 165 միլիոն դոլարին համարժեք եվրո է հատկացնելու 2026 թվականին Հայաստանում ընտրությունների նախօրյակին իր նպատակին հասնելու համար մի բան, որը բացառվում է։ Հա, ես առաջ գնալով պիտի ասեմ, որ այսօր նաև ես ընթերցեցի այստեղ գալուց առաջ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի հայ առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդ ուրեմն Հոնան arczepiskopos Տերտերյանի ուրեմն մոտեցումները հարցազրույցը, որտեղ ասում է, որ օր առաջ իր սրբապղծությամբ աչքի ընկած Գարեգին Ներսիսյանը հակապետական գործունեությամբ եւ ֆինանսական ոչ թափանցի գործունեությամբ աչքի ընկած Գարեգին Ներսիսյանը օր առաջ պիտի լքի մայր աթոռը։ Ասելիքս ո՞րն է, վերջացնում եմ, ես հասկանում եմ, ժամանակ չունենք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը եկեղեցու հանդեպ եւ ժողովրդավարության առումով 5-րդ Շարասյան հանդեպ պիտի լինի ուրեմն ժողովրդավարության ոգուն ու տարում համապատասխան, այդպես էլ կա, մեր ժողովրդավարությունը մարտնչող ժողովրդավարություն է, բայց ուրեմն դեֆորմացված ընդդիմության հանդեպ եւ եկեղեցու հանդեպ պիտի լինի հետեւողական, պիտի լինի ոչ ներողամիտ, որտեղ այդ բոլոր բաները սպառվել են արդեն չափորոշիչները եւ նա էլ պիտի անհաշտ պայքարը շարունակի։ Շնորհակալություն։ Մեր ժամանակը վաղուց սպառվել է, ես այլևս հարցեր չեմ կարող տալ սրա հետ կապված։ Շնորհակալություն։ Հեռանկարում Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանն էր։